Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ բանա չէ, որ ժողովրդին սիրում է։ Հետո պարզվեց, որ փողն է սիրում։ Ոչ թե ժողովրդին։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակը այսպեսինը չէր լինի։ Եվ այսպես շարունակ չեմ ուզում այս թեման շարունակել, ենթադրում եմ, որ մեկը ինչ որ հարց երևի կտա։ Ես ամեն ինչի մեջ փորձում եմ փնտրել ռացիոնալ ինչ որ մի բան եւ փորձում եմ տրամաբանել։ Անտրամաբանական է։ Ամեն մարդ ինքն է որոշում իր մասնակցությունը, իր մասնակցության ձևաչափը եւ ինքն է փորձում գնահատել, թե ինչ արդյունավետությամբ ինքը կարող է մասնակցել։ Հիմա ինչ կոնկրետ ինչ վերաբերում է ինձ։ Նայեք, ես վերջապես 2008 թվականին որևէ պետական պաշտոն չպահեցի, չէ, ես թողել եմ գնացել, հեռացել եմ։ Եվ իմ կյանքի ամենից երջանիկ տարիները եղել են 2008-2018 թվական։ Ազատ մարդ, աշխատել եմ մի հսկայական ընկերությունում, մեծ գումար եմ վաստակել եւ ազատ պատասխանատվություն չեմ կրել ամեն ինչի համար։ Սա մի ուրիշ հաճույք էր մի մարդու համար, որը 88 թվականից մինչև 2008 թվականը միշտ ծանր փորձություններով անցնում էր, միշտ կրիզիսային, ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվություն էր իր վրա ստացնում։ Հիմա այն վիճակն է, որ եւս ճգնաժամային է, եւս պատասխանատվություն ստանալու կամ պատասխանատվությունից խուսափելու ընտրության առջև եմ ես կանգնած։ Ես համարում եմ, որ ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարա երկիրը հանել։ Եվ դրա համար եմ մասնակցում։ Եթե մեկի անունը տակ ով ավելի մեծ փորձ ունի, ասես բոլոր ուղղություններով, շատ բարի։ Հիմա սա է իմ ասած։